Հիմա ես ասում դες ինֆորմացիա, որ ժողովրդի մեծ մասը միգուցե չգիտի, արդեն 90-95% ներդրումները չինական ներդրումներ են։ Եվ Չինաստանը եւ մասամբ նաեւ Ռուսաստանն են արդեն այնտեղ դոմինանտ դեր կատարում, թուրքական ներդրումները մնացել են ընդամենը բաներում, մի շարք սննդի օբյեկտներում, մեկ էլ այդ բանում, հյուրանոցային մի մասում, որտեղ իրանք սկզբնական փուլում ներդրումներ արել են։ Այդքանը, այսինքն գիտեք հարևան Վրաստանը արդեն Բաթումի օրինակը տվել է։ Ինչի մենք Հայաստանը չենք կարող այդ նույն օրինակը տանք Գյումրիի համար։ Գյումրին բոլոր պայմանները դրա համար ունի օդանավակայան, ունի ճանապարհներ, ունի երկաթգիծ, բոլոր պայմանները ինքը բոլոր ու սահմանի մոտ է եւ բոլոր գործոնները կան։ Ես չեմ ուզում այլ գործոններ բացեմ, որոնք ուղղակի փակագծեր որ բացեմ շատ հետաքրքիր բաներ կարող եմ ասեմ, բայց չեմ ուզում ասեմ։ Օրինակ 102-րդ բազայի գործոնը մղելու է նույնիսկ շագրվածություն կա արդեն ռուսական որոշ շրջանակների, որոնք